Դժվար մի փորձություն, ստիպված ամուսնություն, իսկ մրցանակն է ասաման հարստություն, բոյով դավադրություն և կարճ ուրախություն, նրանց միջև բարի անմեղ երջանկություն, դե բարի գալուստ ուրախ ապրուստ, որտեղի չկա փախուստ, ով կա մինչ եսա մեր հետ ասա, ով է սա, կանպեսա Պապա, որ դու Վիլենը այնքան եք մտերմացեր, որ իրար այդ կատակներ եք անում, այդ ողջունելի է, բայց որ քո արած կատակից հետո Վիլենը ինձ ամեն օր ստիպում է գնամ հոգեբուժի մոտ, այդ քո կողմից այդքան էլ սիրուն չի։ Գեղեցիկ, պետք է ասել գեղեցիկ, սիրուն է այդքան էլ գեղեցիկ բառ չի բալես։ Պապա, դու ինձ ձեռ ես առնում, թեման մի փոխի, ինչ ես Վիլենին ասել, որ ես հոգեբուժի կարիք ունեմ, հոգեկան խանգարումներ ունեմ։ Յակու արա, ես մեղավոր եմ, որ քո 1000 տարվա ընկերը մի քիչ պամբլաբոյ է։ Ինչ ասում ես, հավատում եմ, ոնց որ դեբիլոտ ըլի։ Այդ հլը հարց է ով ավելի։ Ինչ, Կորյուն, ինչ էր ուզում ասեիր։ Դեբիլոտ։ Չէ, պապ ջան, ես այդ նկատի չունեի, ինչ ես ասում։ Ուրեմն այդ Վիլերին պահում ես, ինձ ասում ես դեբիլոտ։ Ավելի պապա, ես հատուկ չարեցի, ուղղակի տենց ստացվեց։ Ինչ պապարա, դու էլ սրանից հետո պապա չունես, ես այսօրվանից քո համար էլ չկամ, մեռել եմ։ Դա ասեցի կներես հիմա։ Մենք էլ իրար չենք ճանաչում, ինձ հետ էլ ոչ մի բառ չխոսես, կգնաս Վիլենիդ հետ խոսես։ Տխուր ես։ Տխուր չեմ, ջղայնացած եմ, կամ ավելի ճիշտ բարկացած։ Մանուկ, մի հատ այնենց իդեալական պլան եմ մշակել, որ դրանից հետո են Դավիթից միայն լավ հիշողություններ է մնալու, կամ ոչ միայն լավ։ Չէ, այնց այդ թեմայով ես ուզում եի քեզ հետ զրուցել։ Ես խնդրում եմ քեզ էլ դու չխառնվես իմ ու Անուշիկի հարաբերությունների մեջ։ Սրանից հետո ես որոշել եմ Անուշիկի հետ այլ կերպ վարվել, ավելի սառը։ Ես ընդհանրապես չեմ խառնվի Անուշիկի ու Դավիթի խոսակցություններին։ Թող ժամանակի ընթացքում Անուշիկը հասկանա, որ տես չի կարելի։ Այ բղա դու դեմ քեզ, անես լուրջ ասեցի, սկզբից չմտածեցի, որ կատակ էիր անում։ Կատակ չեմ անում, պապի ջան, ես ինչ-որ որոշել եմ, տենց էլ անելու եմ։ Ու կխնդրեմ քեզ էլ ոչ մի պլաններ, ոչ մի մտահղացումներ չհորինես։ Մանուկ, հատղա խելքի արի, ես եմ։ Կորյունի դեմ կազմակերպած պայքարի գլխավոր վարչության պետը, Անուշավանս։ Գիտեմ, հենց դրա համար էլ քեզ եմ ասում։ Խնդրում եմ քեզ, էլ ոչ մի բան մի պլանավորի, ոչ մի մտահղացում։ Մանավանդ քո այդ վերջին մտահղացումից հետո ես հազիվ մերնելուց փրկվեցի։ Մի նեղացի, բայց վերջ։ Փաստորեն դու էլ, հա։ Մարդել երկու տղա ունենա, մեկը մյուսից անշնորհակալ։ Փախիս տեղից էլ արա, ես սենյակ հետ չմտնեցի մեջ չխոսես, ես սենյակ մտան երկու ոտերից կջարդեմ։
Ապա խնդրում եմ ինձ ճիշտ հասկացի, մի նեղացի ինձնից։ Ես ամեն ինչ շատ ճիշտ էլ հասկացա։ Փաստորեն օծը տաքացնողին է, հա կծում։ Փախած տեղից արա։ Կորտիզանկա։ Mən չի որ ես դեմ եմ, բայց դեն էլ չի որ սրտովս հա։ Գիտես, ես մի քիչ ուրիշ ձևով եմ մտածում։ Լավ էլի Կորյուն, Անուշիկը լավ էլ բան է մտածել։ Բամանուկը։ Ինչ մանուկը։ Ուզում եմ ասեմ տեղյակ է ու եթե տեղյակ է, ո՞նց է արձագանքել։ Ստեղ կարևորը ես ոնց կարձագանքեմ, ոչ թե կակոյնի բուց մանուկը։ Հիմա ինչ է արել։ Այն արը որ պապան հետս չի խոսում, հոգնել եմ արդեն։ Են սակոն էլ ժամանակը գետավ արցակուրտի, գնացել է ես իմ որ ինչ անում։ Գոնե ստեղելներ կգնայի օֆիս մի քիչ կցրվեի, բայց որ պատկերացնում եմ պտի նստեմ ընկնեմ այդ խցանումների մեջ, ներվերս քայքայվում է։ Կուզես ես քեզ տանեմ, իմ համար դժվար չի։ Հաստորեն դու էլ ես ուզում այսօր օրս վերջնականապես փչացնողների ցուցակի մեջ մտնես։ Լավ էլի Կորյուն, ես քո իմացած կին վարորդների ցուցակից դուրս եմ։ Ամեն շուտվանից իրար հետ տեղ չեն գնացել։ Նա բարի գնանք։ Ամեն ինչպես ժողովուրդն է ասում, մեռնելուց առաջ խրխրալը որս է։ Այ մարդ գնա էլի։ Մանուկ ջան, բարև։ Իա, Դավիթ ջան, բարով ես եկել։ Ես էլ արդեն մտածում էի իմ բացակայության ընթացքում քեզ նեղացրել։ Չէ, ով պետք է նեղացնի։ Ուղղակի մի քիչ զբաղված էի, գործեր ունեի, դրա համար չէի գալիս։ Հմ, ո՞նց ես, կազդուրվեցիր։ Հա, նորմալ ամեն ինչ։ Կորյուն ախպերս ինձ ջերմուկում նենց Սոչի սանատորիա ուղարկել, որ շատերը երազում են, այ Դավիթ ջան։ Բարև ձեզ, Կորյուն ջան։ Բարև։ Նոր ես եկել։ Մենք էլ ուզում ենք գնայինք։ Ոչ մի խնդիր, Կորյուն ջան, դուք կարող եք հանգիստ գնալ ձեր գործերին։ Այ Կորյուն ջան, մտածում ես Դավիթին ինձ հետ կարող է տխուր լինի։ Իրականում Մանուկը շատ հետաքրքիր զրուցակից է։ Դե դեպքում առայժմ։ Այ Դավիթ ջան, այս ջան, նստի։ Հետո Դավիթ ջան, ո՞նց ես, հələ պատմի տեսնեմ ինչ հաջողություններ ես հասել։ Անուշիկիս հետ գործերդ ո՞նց է։ Դե, Մանուկ ջան, անկեղծ ասած, իհարկե անհամեստություն չդիտվի, ոնց որ թե Անուշիկը ինձնով հետաքրքրված է։ Բայց շատ լավ է։ Իսկ կարող է քեզ աթվում։ Չէ, չեմ կարծում։ Բարև Անուշիկ ջան։ Բարև։
Աչքդ լույս լինի, հորեղբայրդ ողջ ու առողջ վերադարձել է։ Մերսի։ Դե լավ, դուք մի քիչ զրուցեք, ես գնամ մի քիչ քայլեմ, այսքանի օր այնքան եմ բարկած եղել, որ Ման, չես ուզում մնաս կզրուցենք։ շատ եմ ուզում, ուղղակի մի քիչ քայլեմ, դե կգամ, դուք զրուցեք։ Մանուկ, Ասա Սիլվա ջան։ լավ ես։ Հա, նորմալ դու։ Ջրի համար ես ասում, ես տենց լսում էի, որ սառ էր ջուրը։ Հա, ես տենց էլ մտածեցի։ Պապային ասեցի դեմ չէր, բայց մնում է Մանուկին էլ ասեմ, ուղղակի չգիտեմ ինչպես կարձագանքի։ Բայց եթե պապայիդ ասել ես ու ինքը դեմ չի, Մանուկին էլ ինչ ես ասում։ Դե ոնց էլ չլինի հորեղբայրս է, ու իր կարծիքը ինձ համար եւս շատ կարևոր է։ Մանուկ, Էլ բռնի։ Ես առավոտվանից զգում էի, որ մի բան են չի։ Կարյունանուշ ամեն ինչ ասում էր, որ ոնց ուզում եմ Մանուկը թող արձագանքի, չէի հասկանում ինչ մասին է խոսքը։ Նորել Անուշիկը Դավիթին ասում է, որ ես պետք է Մանուկին ամեն ինչ ասեմ, Դավիթն ասում էր, ինչ ես Մանուկին ասում։ Ես որ ես մտածում եմ, որ Անուշիկը ինձ ուզում է թողնի ու չգիտի ոնց ասի։ Թու, այ մարդ, ես ինչ մեծ ավարիա է եղել։ Պապի, ես քեզ ինչ եմ ասում, դու ինձ ինչ ես ասում։ Ասա մի բան, ինչ եմ անելու։ Սիլվա։ Սիլվա։ ասա պապի։ Սիլվա ջան, ես քեզ խնդրել էի, չէ՞ որ սենյակս հավաքելուց աշխատի, որ ավելորդ իրեր չմնան։ Հո, Բայց ինչ է։ Պապի, բայց Խնդրում եմ, եք լերիկս, մի հատ էլ հավաքիր սենյակս։ պապի, ինչի նեղացրեցիր։ Շնորհակալ եմ, Սիլվա ջան։ Սիլվա, ինչ է ստեղ կատարվում։ Մանուկը ինչի էր այդքան նեղված։ Չգիտեմ, Անուշիկ, երևի պապայի հետ ա վիճել։ Չգիտեմ։ Անջան, ես երևի գնամ, մի քիչ ավելի ուշ կգամ, ոնց հասկանում եմ ստեղ ինչ-որ լարվածություն կա, անկեղծ ասած չեմ ուզում է, կրկին պապիից զոհը դառնալ։ Մանուկ ջան, կասես ինչ ա եղել։
Անուշիկը որոշել է ինձնից հրաժարվի։ Ինչ։ Սիլվա ընդամենը 4 բառ ասեցի, ինչը չհասկացար։ Անուշիկը որոշել է ինձնից հրաժարվի։ Ինքն է ասել։ Չէ, այսինքն, Օլի ճիշտ ինչ չի ասել։ Օլի ճիշտ դեռ չի ասել։ Չգիտեմ ինչ։ Դե ամեն դեպքում շատ հաճելի էր։ Հույս ունեմ երեկոյան կգամ մի քիչ կզրուցեմ։ Լավ, առայժմ։ Ես տղջում։ Մանուկն ուրա։ Ինչ մանուկ։ Խուճուճ մազերով մանուկը Սիլվա։ Խուճուճ մազերով մանուկը։ Ստեղ չի։ Տեսնում եմ, որ ստեղ չի, բայց ստեղ մտավ, չգիտես ուրա։ Չգիտեմ Անուշիկ ջան։ Ինչ կա։ Հեչ ուղակի ասելու բան ունեի, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել։ Լավ, ես իմ սենյակում կլինեմ, որ տեսնես, խնդրում եմ ասա, որ իրեն հարցնում էի, բան ունեմ ասելու։ Անուշիկ ջան, ես քո փոխարեն չէի շտապի։ Մի քիչ կմտածեի, նոր ինչ որ բան կասեի։ Շնորհակալ եմ խորհրդի համար։ Ասեց գնում է իր ասենյակը, այնտեղ քեզ է սպասում, հետդ խոսալու բան ունի։ Բայց ես ինչ մեղք ունեմ։ Դու չտեսար, որ այդ հիմարը իմ մեքենայի վրա էր քշում։ Ախր այդ հիմարը որտեղից իմանար, որ Էդիտայի ճանապարհատրանսպորտային օրենքներով կարելի է անցնել կարմիր լույսի տակով, առավել եւս հատել հոծգիծը։ Բայց ես կարմիր լույսի տակով չեմ անցել։ Երբ որ ես քշում էի, այդ ժամանակ դեղին էր։ Իսկ ես մտածեցի, որ հիմա փոխելու է կանաչ։ Ես ինչ իմանայի, որ կարմիր է լինելու։ Դու մեղավոր չես, մեղավորը ես եմ։ Ահա կգնաս այդ մեքենատ կծախես ու տեղը մի հատ ձի կառնես։ Գոնե այդ կենթանին ավելի շատ կանանգստանա իր կյանքի համար ու տես հիմար բաներ չի անի։ Լավ էլ մի չափազանցրու, հա։ Հալը նայ է, հələ ես եմ չափազանցնում։ Երևի արագա չափերներն են, հա չափազանցնում։ 5 անգամ նկարեցին գալուց Էդիտա։ Հա բայց այդ Էլ չենք խոսում։ Հա բայց այդ արագա չափերն էլ են երևի փչացած։ Ես 60-ից ավել չեմ քշել։ Էդիտա, դու տենց էլ չհասկացար, որ քո մեքենան ոչ թե կիլոմետր ժամով է, այլ մղոն ժամով։ Ինչ ուզում ա լինի, մեկը ես 60-ից ավել չեմ քշել։ Ման, ես էլ քեզ եմ փնտրում։ Ինչ կա որ։ Ման, ես քեզ շատ կարևոր բան ունեմ ասելու։ Ես ուզում եմ, որ մենք խոսենք։ Ապորս, անենցացավ, Անուշիկ, հետո կխոսենք էլի, ես հիմա կգամ։ Ինձ էլ մի հատ սուրճ կդնես, ապուխտի քեզ։ Հիմա կդնեմ Անուշավան կողմից։ Պապի, խնդրում եմ լսի ինչ եմ ասում, դու իմ վերջին հույսն ես։ Սիլվա։ Սես մի տեսակ բրդոտ կենթանու ձեն չես լսում։ Ոչխարի ձեն չես լսում, բե, տես ձեն չես լսում։ Պապի, Էլի, բե, չես լսում Սիլվա։
Որ դու ուզում ես, որ ես ես անշնորհակալին օգնեմ, իմ այդքան անելուց հետո ինձ սենց վերաբերվի, դորրադը քաշի գնա։ Վայու դեմքեր։ Այժի։ Մանուկ։ Ոյ, Անուշ։ Ես չեմ հասկանում, դու ինձնից թաքնվում ես։ Բայց ինչ եմ թաքնվում։ Այս որ Չես պատկերացնում, նոր տեղ նստած էի, կոշկս պատաբար թրավ ընկավ ես բազմոցի։ Так։ Մի քեզ տարօրինակ ես պահում։ Բայց ինչ եմ տարօրինակ պահում։ Որովհետև ամբողջ օրը ուզում եմ քեզ հետ խոսեմ, չի ստացվում։ Անուշ ջան, բայց ինչի չի ստացվում, խոսա։ Ման, Այս ոնց որ ինձ են կանչում պապինա գնամ նա տեսնեմ ինչ ասում։ ման քեզ ոչ ոք չի կանչում, քեզ թված։ Բայց ամեն դեպքում ապահովության համար գնամ ստուգեմ գամ։ Քեզ թված, Մանուկ։ Բայց ախր Մանուկ, կլինի հանգիստ կանգնես, ես խոսքս ավարտեմ։ Լավ ասա։ Ես գիտեմ, որ սխալ է, հիմա դու նոր ես ապաքինվել, ես չպետք է քեզ մենակ թողնեմ, բայց ուղղակի Անուշ, հիմա չկա այդքան երկար հեռվից գալու, հենց որ ինչ ուզում ես ասել միանգամից ասա։ Մենք կոլեկտիվով որոշել ենք 3 օրով գնանք Վրաստան, կլինի ես էլ գնամ։ Դե հա, ես գիտեմ, որ ճիշտ չի, դու նոր ես ապաքինվել, նոր ես վերադարձել տուն, ես էլ հիմա ուզում եմ գնամ, բայց ախր շատ եմ ուզում գնամ, կլինի ես էլ գնամ, մի քիչ կհանգստանամ, մտքերս իմի կբերեմ, կլինի։ Անուշ, շատ լավ է որ գնում ես Վրաստան։ Ինչ լավ է որ գնում ես Վրաստան։ Ճամփորդը դասավորել ես, ես քեզ կօգնեմ իրար հետ դասավորել։ Դժվար մի փորձություն, ստիպված ամուսնություն, իսկ մրցանակն է ասաման հարստություն, բոյով դավադրություն և կարճ ուրախություն, նրանց միջև բարի անմեղ երջանկություն, դե բարի գալուստ ուրախ ապրուստ, որտեղի չկա փախուստ, ով կամ ինչ է սա մեր հետ ասա, ով է սա,